Հարգելի կույսեր, Մերկուրին հետադարձ կլինի ձեր 7-րդ տանը, նաև այն մարդկանց համար է, ում քարտեզում ձկներ նշանը գտնվում է 7-րդ տանը, կամ եթե ասցենդենտով կույս եք։ Այս փուլում ուշադրության կենտրոնում կլինի հարաբերությունները և գործընկերությունը։ Մերկուրին, որը ձեր կառավարիչ մոլորակն է, հետադարձ է դառնում հենց զուգընկերոջ, սիրային հարաբերությունների, գործընկերոջ այդ հատվածում տանը։ Դա կարող է բերել նախկին սիրային զուգընկերների վերադարձ, հին բիզնես գործընկերների ակտիվացում, ընկերների հետ կապի վերականգնում, որոնց հետ վաղուց չէիք շփվել։ Կարող են կրկին սկսվել քննարկումներ, հանդիպումներ, հարաբերությունների պարզաբանումներ։ Եթե նախկինում եղել են խնդիրներ սիրային, գործնական կամ ընկերական հարաբերություններում, այժմ հնարավոր է այդ թեմաները նորից բացվեն։ Որոշ դեպքերում նախկին զուգընկերը կարող է նույնիսկ բառացիորեն վերադառնալ, փորձելով վերականգնել հարաբերությունները։ Հնարավոր է, որ տեղեկություններ իմանաք այն մարդկանց մասին, որոնց հետ նախկինում հուզական կապ եք ունեցել կամ ովքեր ձեր գործընկերներն են եղել։ Այս շրջանում կարող է նաև վերանայվել համագործակցության պայմանները։ Օրինակ, պատրաստվում եք կարևոր փաստաթուղթ ստորագրել և հանկարծ մյուս կողմն ասում է. մենք վերանայել ենք պայմանները, պետք է վերափոխենք, ինչ-որ բան փոփոխենք մեջը։ Այդ պահին կարող եք մտածել, թե ձեզ փորձում են խաբել կամ մոլորեցնել։ Բացի այդ, այս ժամանակահատվածում տրամաբանությունը կարող է մի փոքր խափանվել և իրավիճակները դժվար լինեն սառը գլխով գնահատել։ Դրա համար շատ կարևոր է ամեն ինչ կրկնակի ստուգել, չտապել եզրակացությունների մեջ, անմիջապես անվստահությամբ չմոտենալ և անհրաժեշտության դեպքում վերցնել դադար։ Կարող եք ասել. ինչ ժամանակ է պետք մտածելու համար, ես կվերանայեմ ու հետո կպատասխանեմ։ Նաև հնարավոր է, որ հենց դուք նախաձեռնեք պայմանների վերանայում, առաջարկեք փոխել համագործակցության ձևը կամ պայմանավորվածությունները։ Այս շրջանում հնարավոր են թյուրիմացություններ, խոսքերը կարող են սխալ ընկալվել, հին վիրավորանքները կարող են կրկին հիշել։ Բացի այդ, ձեզ սպասվում է կարևոր փուլ, քանի որ մարտի սկզբին խավարում է լինելու հենց ձեր նշանում։ Դրա համար այս ժամանակահատվածը հատկապես շատ կարևոր է ձեզ համար։ Սա շատ հարմար շրջան է անկեղծ զրույցների համար, խոսելու անցյալի սխալների մասին, պարզել, թե ով ումից ինչ սպասումներ ունի, վերանայել հարաբերությունները, որտեղ նախկինում եղել են խնդիրներ կամ անորոշություններ։ Եթե հարաբերություններում եղել է լարվածություն կամ թաքնված դժգոհություն, հիմա հնարավոր է դրանք պարզել և մաքրել այդ իրավիճակը։ Մերկուրին և Վեներան ձկներում նպաստում են հաշտեցմանը, հին վիրավորանքները ներելուն և բաց թողնելուն, որովհետև հետադարձ Մերկուրից հետո ընդամենը 2 կամ 3 օր հետո Վեներան միանում է Մերկուրիին։ Սա հնարավորություն է թողնել անցյալը հետևում և պատրաստվել նոր փուլին։ Մոտեցող խավարումը խորհրդանշում է նոր սկիզբ, նոր դուք, նոր կույսեր, մաքուր էջից սկսելու հնարավորություն։ Խավարումների թեմային դեռ կվերադառնանք, դրա մասին առանձին տեսանյութ է պատրաստվում։ Այս ընթացքում շատ կարևոր է ուշադիր լինել բոլոր պայմանագրերին ու փաստաթղթերին։ Ամեն ինչ պետք է կրկնակի կարդալ և ստուգել, հատկապես այն, ինչ ստորագրում եք։ Շատերի կյանքում կարող է վերադառնալ հին ընկերը, որը հեռու էր ապրում, կամ ունենալ զգացմունքային հանդիպում անցյալից եկող մարդու հետ։ Կարող են ակտիվանալ նաև ինքնադրսևորման ու դիրքավորման թեմաները։ Ոմանք կարող են դառնալ ավելի տեսանելի կամ վերադառնալ նախկին ձևաչափին, օրինակ աշխատանքի կամ նաև հարաբերությունների մեջ։ Հնարավոր է նաև հին մրցակիցների ակտիվացում, թշնամիների ակտիվացում, որտեղ 7-րդ տունը դա նաև թշնամիներն են։ Բայց դա կարող է օգտակար լինել ձեզ համար։ Նրանք կարող են ցույց տալ, թե որտեղ է պետք կատարելագործվել, ինչն է պետք բարելավել բիզնեսում կամ գործունեության մեջ։ Միաժամանակ սա ամենալավ շրջանը չէ մեծ հրապարակային ելույթների կամ կարևոր հանրային հայտարարությունների համար, ավելի լավ է գործել մտածված և առանց շտապելու։ Քանի որ թեման կապված է 7-րդ տան գործընկերության ոլորտի հետ, հարաբերությունների հետ, հնարավոր են սխալներ, թյուրիմացություններ կամ անուշադրության դրսևորումներ։ Եթե պատրաստվում եք հրապարակային ելույթի, շատ լավ պատրաստեք տեքստը, ամեն ինչ վերանայեք ու կրկնակի ստուգեք։
Մյուս կողմից հնարավոր է ձեզ հրավիրեն ելույթ ունենալու որևէ ֆորումի կամ կոնգրեսում, կամ առաջարկեն մասնակցել հասարակական գործունեությանը։ Կարող են նաև նորից առաջարկել միանալ հին նախագծին, օրինակ, եթե նախկինում ունեցել եք բիզնես նախագիծ, որը դադարել էր կամ չէին ընդունել, այժմ կարող են ասել վերադարձիր, փորձենք նորից։ Նույնը կարող է տեղի ունենալ նաև անձնական կյանքում։ Նախկին զուգընկերը կարող է փորձել վերականգնել հարաբերությունները առաջարկելով երկրորդ հնարավորություն։ Սակայն պետք է շատ ուշադիր լինեք, շրջանը միանշանակ չէ, եւ կարևոր որոշումները ավելի լավ է հետաձգել մինչև խավարումից եւ հետադարձ Մերկուրի ավարտից հետո։ Հիմա ժամանակն է դիտելու, մտածելու եւ չշտապելու համար։ Սիրելի կույսեր, հիմա ձեզ մոտ արթնանում է շատ կարևոր նախապատրաստական փուլ առաջիկա խավարումից առաջ։ Այս ժամանակահատվածը օգնում է ձեզ հասկանալ, ինչն է անցյալից դեռ մնացել ձեր կյանքում եւ ինչն է ժամանակը վերջնականապես թողնելու անցյալում։ Ինչը պետք է թողնեք, ինչը պետք է բաց թողնեք։ Հետադարձ Մերկուրին ձեզ համար կարևոր շրջան է։ Այն հնարավորություն է տալիս վերանայել, մաքրել ու փակել հին թեմաները, որպեսզի պատրաստ լինեք նոր փուլին։ Սա ժամանակն է գիտակցված ընտրության համար, ինչ պահել եւ ինչը բաց թողնել։ Ահա այսպիսին է ձեր կանխատեսումը, հարգելի կույսեր, հուսով եմ այն օգտակար էր ձեզ համար։ Մինչ նոր հանդիպում։